Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, եւս մեկ հաղորդում MMK podcast-ից։ Այսօր ինձ համար շատ ուրախ օր է, որովհետեւ այսօրվա հյուրը ինձ շատ հարազատ եւ շատ մտերիմ, լավ ընկեր է, որին շուտով կներկայացնեմ։ Նրանք, ովքեր առաջի անգամ են միանում ինձ, իմ շոուն հիմնականում 4 կետերի մասին է՝ հավատք, ընտանիք, առողջություն եւ ֆինանսներ։ Եվ շատ անգամներ ես ունենում եմ հյուրեր իմ շոյում եւ նպատակը այն է, որպեսզի իրենց կյանքի փորձից, իրենց խորհուրդներից յուրաքանչյուրս սովորենք, օգտագործենք մեր կյանքերում եւ այս չանալի միջոցով կարողանանք այդ բարի լուրը տարածել բոլորին։ Այսօրվա իմ հյուրն է շատերիդ կողմից արդեն հայտնի, սիրված, ճանաչված մի հիանալի անձնավորություն, որ կուզեմ ինքը իրեն ներկայացնի, բայց կասեմ եւ պատիվ եմ համարում իմ լավ ընկեր Խաչատուր Չոբանյանն է։ Խաչատուր, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն Մայիս, ողջույն, շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Շատ լավ, ինչքան ժամանակա փորձում ենք podcast անենք իրար հետ։ Այո։ Եվ շնորհակալ եմ քո ժամից, որ համաձայնվել ես, եկել ես։ Շնորհակալ եմ ես այս առիթի համար, որ ընձեռնել ես Մայիս։ Հուսամ ամեն բան լավ կստացվի, մարդիկ կօրհնվեն։ Այո, արդեն մարդիկ քո տաղանդից օգտվում են, որ Աստված տվել է տարիներ երգում ես։ Ես այդ անհատներից մեկն եմ, որ 99 թե 2000 թվականից սկսել եմ լսել քո երգերը։ Իհարկե աշխարհիկ երգերից եմ քեզ ճանաչել, հետո քերուս տղան ասեց, որ ինքը հոգևոր երգեր էլ ունի, այդ կապույտ CD-ն ակնոցներով։ Մինչև հիմա հիշում եմ էդի։ Այս անգամ մենք հանդիպում ենք Ամերիկայում։ Մեր առաջի շոուն իրար հետ արեցինք, չնայած էլի Ամերիկա էր, ծովի մոտ։ Ծովի ափին, այո։ Տարին չեմ հիշում, որ թիվներ հիշում ես։ Միգուցե 15։ 15, այո։ Նախ սկսենք նրանից, ոնց ես քեզ զգում Ամերիկայում եւ ինչպես է փոփոխությունը, երբ որ եկար ստե։ Քանի որ դեռ Հայաստանում նույնքան ընկերներ ունեի, որքան որ Ամերիկայում, տարբերություն շատ չեմ զգում։ Քանի որ դա ընկերների միջավայրի մեջ դու քեզ ավելի հանգիստ ես զգում։ Այո։ Իսկ կարոտել ես հայրենիքը։ Անշուշտ, որովհետև դա մեր ֆիզիկական մի մասն այնտեղ մնացած, անշուշտ դա մի ինչ որ բան կա, որ մենք բոլորս չենք կարող բացատրել դա ինչ է, բայց մի հատ ձգողական ուժ կա, որ մեզի ձգում է այնտեղ, դա չեմ կարող բացատրեմ ինչ է, բայց վստահ եմ բոլոր մարդիկ, բոլոր հայերը, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում, իրանք բոլորը գիտեն, զգում են այդ կարոտը, այդ փափագը եւ հասկանում են։ Այո։ Թե ինչ եմ ասում։ Այս անգամ ընտանիքով եք եկել եւ մեր ընկերությունը շարունակվում։ Այսօրվա թեման մտքիս երեկվանից մտածում էի ինչի մասին խոսանք եւ ուզում եմ վերնագրել այսպես. ամենակարևոր հանդիպումը մարդու կյանքում որն է։ Եվ օրինակներ կբերենք եւ սկսենք հենց իմ ու քո հանդիպումը, որ 2009 թվից մենք իրար գիտենք եւ ինչքան օգտակար ենք փորձել լինենք միմյանց եւ ինչքան կարեւոր է երբեք չգիտես կյանքում ում ես հանդիպելու։ Այ քո համար ամենակարևոր հանդիպումը ով ա եղել եւ ինչպես կմեկնաբանես այդ։ Շատ լուրջ, շատ կարևոր, շատ ուժեղ թեմա է դա, որի մասին շատ երկար կարելի է խոսել։ Բայց որպես նախաբան կուզենամ բերել մի օրինակ ռուս շատ հայտնի գիտնական նեյրոգիտնական Նատալիա Չեռնիգովսկայա կա, որոշներ շատ հանրաճանաչ անձնավորություն է, ինքը հետաքրքիր մի խոսք ունի, ասում է մարդը նա է, ինչ գրքեր կարդում է, ինչ երաժշտություն լսում է եւ ինչ մարդկանց հետ ինքը շփվում է, մարդը դա նա է։ Եվ ես որ մտածեցի այս մասին, օրինակ Աղղանստանում կամ մուսուլմանական, ասենք երրորդ բանի երկրներում, այո, մարդիկ կան, ովքեր ծնվում են, ենթադրենք Աղղանստանում, ծխախոտ են ծխում կամ այն իրանք էդ են տեսել, ուրիշ բան են ծխում եւ իրանք մեծանում են մտածելով, որ իրանք եթե մի ոչ մուսուլման 3 գոնե անձնավորություն սպանեն, իրանք դրախտ կգնան։
Իրանց այդ շփվում ես, իրանք շատ լավ անձնավորություն են, շատ լավ մարդիկ են, շատ լավ սիրտ ունեն, շատ խիղճը իրանց մեջ շատ լավն է։ Բայց չգիտես ինչու իրանք մտածում են, որ երեք ոչ մուսուլման եթե իրանք սպանեն, իրանք լավ մեծ գործ արած կլինեն։ Դա ինչի հետ է կապված։ Դա կապված է նրա հետ, որտեղ ինքը ծնվել է։ Ինչ մարդկանց հետ ինքը շփվել է, ինչ ընտանիքի մեջ է ինքը ծնվել։ Այո։ Եվ դրա համար կարծում եմ հանդիպումը դա որոշում է թե մարդ ով է դառնալու։ Այսինքն ում հանդիպում ես կյանքում մեծ դեր է տանում, թե ինչ ուր կհասնես նաև դու։ Այո։ Շփումների Դու պատճառով։ պատկերացնում ես նույն Աղվանստանում ես մի հատ կատակ եմ սարքել, այս մասին նույն Աղվանստանում երկու sense կամ Պակիստանում ավելի նստած պատի տակ խոտ են ծխում եւ ասում են պատկերացնում ես ինչ լավա որ ենք Աղվանստանում ենք ծնվել, Իսպանիայում չեք ծնվել կամ Ֆրանսիայում, Փարիզում չենք ծնվել։ Այն մեկ հարցում ասում է՝ «Խի» ասում է ոնց, մենք իտալերեն, իսպաներեն կամ ֆրանսերեն չգիտենք այ ախպեր։ Հասկանում ես։ Այսինքն սա համ մի քիչ խնդալու է, համ մի քիչ էլ իրականություն է, որ մարդիկ մտածում են, որ իսկապես իրանց մտածածը, իրանց հանդիպած մարդիկ ավելի ճիշտ են, իրանց ծնված վայրը դա իսկապես իրանցն է։ Օրինակ մեր կյանքի մեջ նույնպես դեպքեր կան, հանդիպումներ կան, որ վճռորոշ դեր է կատարում մեր կյանքի մեջ։ Եվ կարա երկու կողմ էլ տանի, դեպի լավ, դեպի վատ։ Անշուշտ, անշուշտ։ Հետաքրքիր Աստվածաշնչի շատ կարևոր մասերից, խոսքերից մեկը սա է, որ ասում է վատ ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Այսինքն այն անձնավորությունը, ովքեր վատ ընկերակցությունների մեջ հայտնվեց, կարա շատ ճակատագրական ազդեցություն ունենա մարդու կյանքի մեջ եւ հաճախ դա դպրոցից է սկսվում, հենց դպրոցում մարդիկ վատ երիտասարդներ վատ միջավայրի մեջ մտնելով, վատ բարքեր սովորելով, իրանց կյանքի կուրսը լրիվ փոխվում է։ Եթե ցածր տարիքում իրանք ընտանիքում շատ լավ շատ համեստ մարդիկ էին, երեխաներ էին, արդեն այդ տարիքում որ շփվում են, արդեն ալկոհոլ սկսում են օգտագործել այդպիսի միջավայրի մեջ, կտրուկ փոխվում են եւ դա հիմնականում 14-ից 15 տարեկանից սկսվում է։ Տես Խաչատուր, երկուսով էլ երեխաներ ունենք եւ օրինակ ես բիզնես աշխարհում շատ անգամ է եղել թե հաճախորդները կամ օրինակ իմ թիմի մեջ հարցում են, ինչ ես գնում եկեղեցի։ Բացի այն որ ասում եմ ամենակարևոր որոշումը Աստծուն հանդիպելն է, Աստծուն ճանաչելն ու հետևելը, միևնույն ժամանակ դու նաև քո երեխաներին փոքր տարիքից վարժեցնում ես եւ դնում ես այսպես միգուցե կոպիտ հնչի ճիշտ գծի վրա, որը Աստծուն ճանաչելն է եւ հետևելը եւ այդ փոքր տարիքից եթե երեխան ճիշտ ժամանակ է անցկացնում Աստծո տանը եւ շփվում է Աստվածավախ շրջապատի հետ, Իշքան է չանսը մեծանում, որ նա չի ընկնի վատ ճանապարհ կամ վատ շրջապատ։ Մենք հավատում ենք, որ երբ որ մենք մեր ճանապարհները, մեր երեխաների ճանապարհները բերում ենք Աստծո ձեռքերի մեջ, հանձնում ենք Աստծուն, Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը մեզ համար բարին է, հաճելին է եւ կատարյալն է։ Եվ բնականաբար վատ բան չի լինի մեր կյանքի մեջ։ Բայց երբ որ մենք ասում ենք հետաքրքիր մի իրական դեպք կա եղել է Բրազիլիայում, եթե չեմ սխալվում, մայրը իր դուստրին ու տնից դուրս գնալիս ընկերների հետ ինչ որ ժամանակ անցկացնելու պատրվակով գնում են, ինչ որ ժամանակ անցկացնելու, մայրը երեխային ուղեկցելիս ասում է Աստված քեզ հետ դուստրս։ Այո։ Բա ներկաներից մեկը, որ այդտեղ է գտնվում, ասում է կատակելով թե իրոնիայով, ասում է դե մեր մեքենայի մեջ այլևս տեղ չկա 5 հոգի ենք, բացառությամբ եթե Բեռնախցիկում կարա գա, թող Բեռնախցիկում մեզ հետ գա։ Այո։ Արդյունքում շատ մեծ վթար է տեղի ունենում եւ այդ վթարից բոլորն էլ զոհվում են։ Հետաքրքրականը դա է լինում, որ ձվի մի տուփ ձու է լինում մեքենայի մեջ, հենց բեռնատուփի մեջ այդ ձվերից մի հատ ձու չի կոտրված լինում։
այսինքն երբ որ մի բան հանձնում ես Աստծուն, իհարկե մեր կյանքի մեջ ամենակարևոր հանդիպումը դա վերջում էինք ուզում ասենք բնականաբար, բայց մեր կյանքի իմ կյանքի կոնկրետ ես իմ օրինակով կարող եմ ասել, իմ կյանքի ամենակարևոր հանդիպումը, որ իմ կյանքը փոխել է եւ իմ կյանքը կորուստից ու մահվանից փրկել է, դա իմ հանդիպումն է եղել Տեր Հիսուսի հետ։ Դրանից այն կողմ հանդիպում եւ դրանից հետո իմ կյանքի բոլոր հանդիպումները նրա ձեռքերի մեջ են եղել, որովհետև երբ որ իմ կյանքը հանձնել եմ ես Տիրոջ ձեռքերի մեջ, իմ կյանքը ընթացել է նրա կամքի մեջ։ Իմիջիայլոց այդ հանդիպումներից մեկն էլ, որ Աստված ինքը կամեցել էր, որ կատարվեր, իմ ու քո հանդիպումն էր եղել։ Որի համար ես օրհնված եմ ու շատ ուրախ ասեմ։ Իմիջիայլոց կուզեմ մեր դիտորդներին ասեմ, որ այս պատմությունը վկայությունը էքսկլյուզիվ է, ոչ միտեղ դեռ չեմ պատմել, բայց սա հետաքրքիր իմ կյանքի պատմություն է, շատ ուժեղ վկայություն ունի իր մեջ։ 2000, եթե չեմ սխալվում, 9 թիվն էր։ Այո, 2009 ճիշտ ես հիշում։ Ես մի ալբոմ ձայնագրեցի, վերջացրեցի CD-ն ձեռքս, արդեն recording studio-ից դուրս եկած CD-ն ձեռքս, աղոթեցի, բերեցի Տիրոջ ձեռքերի մեջ, ասի Տեր, ես իմ բաժինը արել եմ, որովհետև ես ձայնագրեցի, իմ լավագույնը ներդրեցի, բայց հիմա այստեղ պետք է գումար, որ սա բազմացվի եւ հասցվի ժողովրդին։ Այն ժամանակ մենք CD-ները բազմացնում էինք եւ եկեղեցիներ էինք տալիս եւ մեր միջավայրի մեջ տարածում էինք։ Եվ ոչինչ չէի կարող արդեն անել, որովհետև իմ լավագույնը արդեն ներդրել է եւ ֆինանսապես եւ talent-ով ամբողջությամբ, այո։ Եվ այդ ժամանակ էր, որ հետաքրքրական մի նամակ ստացա քեզանից, որ որոշ իրավիճակ էր ներկայացրել եւ գրել էր, որ Տիրոջ համար ինչ որ բան կուզես անել, ինչ որ կարող ես ինձ օգտակար լինել։ Եվ այդպիսով Աստված կազմակերպեց մեր կյանքի հանդիպումը։ Ցավոք սրտի մարդիկ, ովքեր Աստված չունեն, իրանց կյանքի հանդիպումները երբեմն սխալ է լինում։ Այդ նույն չար ընկերակցությունների, սխալ միջավայրի պատճառով իրանց կյանքը լրիվ գնում է ուրիշ ուղղությամբ։ Եվ հենց այդ միջավայրերն են, որ իրանց ստիպում են ուրիշ ձևի մտածել։ Իրանց ստիպում են, որ օրինակ հիմա եւ Facebook-ով եւ սոցցանցերով ամենուրեք որ նայում ենք, դա նա է, որ դու պետքա ջանք դնես, իհարկե ջանք դնելը պետքա, բայց դրա մեջ կա խաբեություն, դրա մեջ կա չափը անցնել եւ այլ եւ այլ։ Դրա համար լավագույն հանդիպումը դա երբ որ քո ճանապարհները բերում ես Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ, ասում ես Տեր կառավար եւ տնօրինի իմ ճանապարհները։ Խաչատուր, տես, օրինակ դու տարբեր երկրներ այցելել ես, ծառայել ես, օրինակ տարբերություն զգում ես երկրների մեջ որպես հայ ազգ, մեր հավատքի լրջությունը երկրից երկիր կամ չափով տոկոսային տարբերություն զգում ես Հայաստանը Ամերիկայի հետ համեմատած կամ Ռուսաստան, հեչ մտածել ես այտենց։ Կարծում եմ այո, ես նկատել եմ, չեմ հիշում 17 թե 18 թիվներ դա, որ ունեցա ծառայություն Եվրոպայում 14 օր կարծում եմ։ Այո։ Եվ շատ եվրոպական քաղաքներ շրջեցի, երկրներ այո, եւ Ֆրանսիա, Բելգիա, եթե չեմ սխալվում, եւս մի քանի պետություն, եւ ընդդից անմիջապես հետո եկա Հայաստան, նույն օրը մնացի Երևանում, մեր տանը եւ ընդդեղից գնացի Ռուսաստան ծառայության։ Այո, կարող եմ ասել Եվրոպայում լավ էր ծառայություն, մարդիկ լսում էին, ուրախ էին, բաց էին, բայց Ռուսաստանում շատ ավելի ուրիշ էր։ Շատ մեծ օրհնություն կար, շատ մեծ արթնություն էր բռնկված եւ ես բնականաբար մտածում էի դեր ինչու՞մն է խնդիրը, նույն մարդն եմ ես, կարողա նույն ինչ որ սխալ բան արեցի Եվրոպայում, ինչ որ ճիշտ բան արեցի Ռուսաստանում, ինչու՞մն էր խնդիրը։ Եվ հասկացա, որ ոչ, դա իրանց միջավայրից է հենց։ Եվրոպայում մարդիկ մի քիչ թմրացություն կա Եվրոպայում։ Սառնասիտ են։ Այո։ Ես մտածում եմ Ամերիկայում են ավելի սառը մարդիկ։ Ես չհամեմատեցի Ամերիկայի հետ։ Դեռ Ռուսաստան։ Ես իմ փորձը
ուղղակի ներկայացրեցի Ռուսաստանի եւ մեկ էլ Եվրոպայի ուզեցի բացատրել, որ այո կա տարբերություն կա։ Եվ այո, Միացյալ Նահանգներում շատ ավելի բաց են Աստծո խոսքի հանդեպ, քան թե Եվրոպայում, որովհետեւ Եվրոպայում շատ էր կյանք ամեն դեպքում 18 թե 19 թվին եմ վերջի տարին եղել այնտեղ գիտեմ որ շատ թմրացություն կա այնտեղ կյանքը հանգիստ էր իմ տեսածով ամեն ինչ լավ է մարդկանց կյանքի մեջ ոչ խնդրեմ ունեն ոչ խնդիր ունեն այդքան էլ Աստծո կարիքը չունեն այո երբ որ սկսվում է ինչ որ կատակլիզմ լինել ինչ որ տարերային աղետներ լինել մարդիկ սկսում են փնտրել Աստծուն վայ էսի կարող է դժվարության մեջ ավելի ակտիվանում են այո բայց օրինակ նույն հարսանեկան միջավայրի մեջ դու Աստծո խոսք խոսում ես կարծես պատին ես խոսում բայց թաղման ժամանակ երբ որ խոսում ես դու կարծում ես որ բոլորը կլանում են խոսքդ ինչի համար որովհետև միջավայրը շատ կարևոր է դա այո Եվ հիմա նույնիսկ Լոս Անջելեսի եւ օրինակ Սակրամենտոյի միջև այդ երկու քաղաքների միջև նույնիսկ կա տարբերություն, որտեղ միջավայրը որ փոխվում է, բանն էլ է փոխվում, դրամատրությունը։ Տես Խաչատուրս, այսպեսի հարց եմ ուզում տալ։ Օրինակ Աստվածաշնչում միգուցե ինձանից ավելի շուտ հիշես համարը վայ նրան, որ իր հույսը դնում է ընկերոջ կամ մարդու վրա, չէ։ Այ ի՞նչն է տարբերությունը մեր կյանքի հանդիպումների մարդ հանդիպան եթե այտենց զուգահեռ համեմատություն անենք եւ մարդ Աստծո որտեւ Աստված դու էլ կարաս համոզված կարամ ասեմ երբեք մեզ չի թողի այ ընկերություններ կա որ լավ սկսում է վատ է վերջանում կամ վատ սկսում է լավ է այ ինչի number 1-ը միշտ պահենք Աստծուն չի ասում վայ նրան ավելին վատն ասում է անիցիալ է նա ով իր հույսը Աստծուց Աստծո վրա չդնում, այլ մարդու վրա է դնում։ Հիմա ընկերություն չանենք, ոնց կբացատրես այդ։ Դա շատ լավ բացատրություն ունի, ոչ թե որ ընկերություն չանենք, այլ ընկերություն անենք Աստծո կամքով։ Այսինքն ընկերներ կան, որոնք Աստված է մեզ տալիս։ Օրինակ, վստահ եմ հավատում եմ, քո դեպքում Աստվածա քեզ ինձ ընկեր տվել։ Ուզում եմ բացատրեմ սա։ Աստված շատ է ուզում, որ մենք լավ ընտանիք ունենանք, լավ կին, լավ երեխաներ, լավ ամուսին, լավ ընկերներ։ Բայց Աստված դեմ է, որ մեր կյանքի իմաստը դառնա մեր ընտանիքը կամ էլ ընկերությունը։ Գիտես, հիմա կարող է որոշներ չհասկանան, հիմա կփորձեմ բացատրել ինչ եմ ուզում ասել։ Աստված ինքը երկար տարիներ Աբրահամը զավակ չուներ, երկար տարիներ հետո տարիքներ անցած ժամանակա հատվածի մեջ Աստված իրեն զավակ տվեց։ Կարճ ժամանակ հետո մի քանի տարի, 7 տարի, եթե չեմ սխալվում, հետո եկավ ասեց պետքա զոհես այդ երեխայիդ ինձ։ Այո։ Աստված ինքն էր տվել այդ երեխային, բայց եկավ հետ պահանջի։ Ասեց որ պետքա զոհես ինձ։ Գիտես, երբ որ կարդում ենք մի քիչ ուշադրությամբ կարդում ենք Աստվածաշունչը, նախքան Իսահակի ծնվելը Աբրահամը միշտ Աստծո հետ մեծ շփման մեջ էր։ Ավելի մտերիմ շփման մեջ էր։ Ինչ իր զավակը ծնվել էր, այդ ընթացքում մենք չենք տեսնում, որ Աստվածաշնչի մեջ չկա մի դրվագ, որ ինքը հանդիպել է Աստծուն։ Բացի այն դրվագից, երբ որ Աստված գալիս ասում այդ որ դու զոհիր ինձ։ Գիտես, Աստծուն պետք չէր, որ Իսահակին Աբրահամը զոհեր իրեն։ Աստծուն պետք էր, որ իր կյանքի մեջ, Աբրահամի կյանքի մեջ ամեն բան իր տեղում լիներ։ Գիտես, այս գոյություն ունի հերթականություն։ Եվ հերթականության սկիզբը ընտանիքը չի, ընկերը չի։ Հերթականության սկիզբը դա առաջ Աստված է։ Հիմքը դա Աստված է, որի վրա Աստված արդեն կառուցում է ընտանիք, ընկերներ, կարիերա եւ այլն։ Բայց առաջի հերթին դա բան Աստված է։ Ես իմ երեխաները որ փոքր էին, ինչեւ իմ ասում եմ։ Ասում եմ, առանց Աստծո ես ձեզ համար շատ վատ հայր կլինեմ եւ դուք ինձ համար շատ վատ երեխաներ կլինեք։ Կրակ ու պատիժ կլինեմ ես ձեզ համար առանց Աստծո։ Բայց Աստծով ես շատ օրհնյալ հայր եմ դառնալու ձեզ եւ դուք էլ ինձ համար շատ լավ երեխաներ ու զավակներ։ Նույնիսկ կնոջս եմ ասում։ Աստծով մենք շատ լավ կին եւ ամուսին ենք դառնալու, բայց առանց Աստծո մենք իրար հետ չենք։ Այսինքն կարելի ասել, եթե Աստծուն հանենք մարդու կյանքից, մարդը դառնում է կենթանուց ավելի վայրենի։ Շատ ավելի վատ։ Իրոք կենթանուց ավելի վատ։ Գիտես, մայիս, երբ որ մենք հեռախոսը դնում ենք charge-ի,
այդ լցվում է մեջը, անջատում ենք, սկսում ենք օգտագործել։ Այդ նույն բանը ես վստահ կարող եմ ասել մարդու հետ։ Երբ որ մարդ աղոթում է, լցվում է երկնքով, լցվում է Տիրոջ ներկայությունով, հիմա կարող է չիմացողը կարող է ասի ինչ կապ ունի աղոթքը, ինչ կապ ունի ամեն Կիրակի գնամ եկեղեցի։ Հա, բայց խնդիրը նրանումն է, որ երբ որ Աստված ստեղծեց ամեն ինչը, ձկներին ստեղծեց ջրից, չէ՞։ Նրանք ջրի կարիք ունեն։ Նրանց միջավայրը ջրի մեջ է։ Կենդանիներին ստեղծեց հողից։ Նրանց միջավայրը ցամաքի մեջ է։ Իսկ մարդուն ասում է փչեց իր շունչը եւ մարդը կենդանի հոգի դարձավ։ Այսինքն մեր մեջ մասնիկ կա, Աստծո մասնիկն է դա։ Դա ուրիշ բանով չի աշխատի։ Դա մենակ կաշխատի նրա ներկայությունով, նրա չարժով, այսպես ասած։ Եվ երբ որ մենք Աստծո ներկայության մեջ երկար ժամանակ անձամբ երբ որ ես երկար ժամանակ չեմ մտնում Տիրոջ ներկայության մեջ, չեմ աղոթում, ամեն բանին նեգատիվ եմ նայում։ Կարծես կյանքը մեջիցս հեռացած լինի։ Ամեն բանին նեգատիվ բանով եմ նայում եւ հայտնաբերում է որ ինչա կատարում ինձ հետ։ Ես շարժից ընկել ես։ Շարժից ընկել եմ։ Ինձ պետք է վերադառնալ Տիրոջ ներկայության մեջ։ Տես, օրինակ ես առիթներ շատ ա եղել հոգևոր անձնավորությունների հետ այստեղ podcast եմ արել։ Մենք շատ ենք գլուխ գովում, որ հոգևոր ազգ ենք, Աստծուն հետևող, բայց պիտի նայենք մեր գործերին։ Կարծում ես իրոք հայ ազգը ընդունենք քրիստոնյա էտի հստակ, բայց իրենց կյանքը ինչա ցույց տալի։ Արդյոք մենք Աստծուն հետևում ենք։ Մենք հայերս ամենավտանգավոր գոտում ենք գտնվում։ Այո, հայ ազգի պատմության նման պատմություն եզակի ազգեր ունեն։ Մենք եզակի ազգ ենք ու այստեղ ամենավտանգավոր բանն է սկսվում է հպարտությունը։ Մենք համար առաջին ենք, մենք համարեսն ենք։ Գիտես, Աստվածաշունչն ասում է շատ առաջիններ կլինեն յետիներ, շատ յետիներ կդառնան առաջիններ։ Ինչու ենք հայի հետև գնում, հետ յետին գնում։ Հենց այդ վտանգը կա, որ մեր հպարտությունը, գիտես, ամենամեծ մեղքը, որ մարդ կարա գործի, Աստված կարաներ իրան։ Բայց մարդ մի հատ մեղք կա, որի դեպքում Աստված անձամբ ինքն է հակառակվում մարդուն, դա հպարտությունն է։ Որովհետև Աստվածաշունչը հստակ նշում է, որ Աստված հակառակվում է հպարտին, բայց խոնարհին շնորհք է տալիս։ Վաու։ Այսինքն մենք որպես ազգ լիքը գործ ունենք անելու։ Ունենք, արել ենք, եւ այդ արածը դառել է հպարտության պատճառ։ Լավ, մեր ապերն ու պապերը արել են դա, բայց մենք ինչ ենք անում։ Հա, փառք Աստծուն փառք տանք, որ մենք այդպիսի ժառանգություն ենք ստացել, այդպիսի մեծ մեր ազգը շատ հարուստ ժառանգություն ունի, հարուստ պատմություն ունի, բայց մենք ինչ անենք։ Սա կարևոր բան է։ Ցավոք սրտի մենք այդ հարուստ ժառանգությունը փոխանցելու մեխանիզմ չունենք մեր զավակներին, մեր հաջորդ սերունդներին։ Սա է մեր խնդրեմը ավելի շատ։ Դες օրինակ որ ասեցիր բիզնես աշխարհում հիշում եմ մի հատ հայտնի բիզնեսմեն միշտ ասում էր ես երբեք չեմ սիրում մրցակցություն ուրիշների հետ եւ երկրորդը երբեք չեմ ուզում առաջինը լինեմ որտեվ երկու դեպքում է դու հպարտանում ես ինք ասում ես օքեյ եմ երկրորդ տեղ ընկնեմ երրորդ բայց միշտ մնամ երկրորդ երրորդ որտեվ միշտ տեղ ունեմ առաջ գնալու կամ ձգտելու ինչքան էլ մենք առաջի տեղ լինենք այսօր առաջի տեղն ենք մեկը վաղը մեկը գալու է ու եթե մենք մեր այդ առաջի տեղը մեզ շատ ցավով պահենք ուզենանք պահենք այդ ընկնել շատ ավելի ցավոտ է լինելու ու միշտ նկատել եմ օրինակ մեր հայազգի մեջ միշտ այդ քո ասած հպարտությամբ ասում ենք մենք առաջի քրիստոնյա ընդունած ազգն ենք եւ շատ անգամ այդ հպարտությունը ոնց որ ասիր պատճառա որ երևի արդեն վերջերն են գնացել այո միանշանակ որովհետեւ Սուրբ Գիրքը երբեք սխալ չի լինում Աստծո խոսքն ասում է Աստված հպարտին հակառակ է բայց խոնարհին շնորհք է տալիս այդ այն խոսքն է որ Աստված ասեց եւ այս ամբողջ երկրագունդը ստեղծվեցավ այդ այն խոսքն է որ ասեց լույս լինի լույս եղավ ասեց հողը իր տեսակի պես բույսեր բուսեցնի եղավ ասեց հողը կենդանիներ տա
Դա այն խոսքն է, որ Աստված խոսեց եւ եղավ, երբեք չի կարա փոխվի։ Եթե խոսքն ասում է Աստված հպարտին հակառակվում է, իսկ խոնարհին շնորհք է տալիս, մենք պետք է որոշենք ինչ ենք անում։ Լավ, հիմա քո տարիների փորձը, թե անձնական, թե հոգևոր հասակիտ փորձը, ինչ անենք, որ լավ հոգևոր ազգ դառնանք, ավելի աճենք դրա մեջ։ Ինչքան էլ ուզենանք փորձենք մեծ գործեր անել Աստծո համար, դա լավ միտք է Աստծո համար լավ գործեր անել, ազգը փոխել, բայց դա միշտ սկսվում է քեզանից, հետո քո ընտանիքից, հետո քո միջավայրից, այսինքն փորձենք մենք մեզանից սկսենք, ամենակարևորը, այո, հենց որ մեզ ենք նայում, հպարտության առիթը կորում է, այո, մենք ունենք լավ հարուստ ժառանգություն, հարուստ լավ պատմություն, լավ ազգ, բայց երբ որ մեզ ենք նայում, մենք դրա արժանի կրողները չենք առայժմ, մենք պետք է դառնանք դրա արժանի կրողները։ Երբ որ արդեն մեզանից սկսում ենք, այդ օրհնությունը մեզանից բխում է, մեր ընտանիքը տեսնում այդ փոփոխությունը միանում է մեզ, մեր ընկերները տեսնում են այդ փոփոխությունը միանում է մեզ։ Մեկ էլ մի հատ ուրիշ community տեսնում է, որ իր նման մեկն էլ կա, արդեն միանում է ու այսպեսով ազգը բռնկվում է։ Դրա համար ես կարծում եմ լավագույն ճանապարհը կամ գոնե սկիզբը դա մեզանից սկսելն է։ Մի փոքր հետ գնանք մեր պատմության այս վերջի մեծ փոփոխությունները ինչ եղան, նկատի ունեմ 20 թվականը։ Կարծում ես մեր ազգը այդ պատերազմի ընթացքում մոտեցավ Աստծուն, եւ եթե հա, արդյոք մնացել ենք այդ գծի վրա, թե շատ շուտ մոռացանք նորից։ Պատասխանեմ երկրորդ հարցից, դուրս է գալիս, որ շատ շուտ մոռացանք։ Այսինքն դաս չքաղեցինք։ Այո, ցավոք սրտի դաս չքաղեցինք։ Այսօր մի կնոջ վերլուծաբան, քաղաքական վերլուծաբանի էի լսում, ասում է հայ ազգը շատ հեշտ վերափոխվող է։ Այսինքն ինչ որ մեկը ինչ որ բան, ինչ որ գաղափար, հա, ներկայացնի, անմիջապես կդառնա դրա հետ։ Շատ ճկուն են, շատ բան են։ Մեկը ուրիշ բան անի, անմիջապես ու դա հայ չի, հայ վերլուծաբան չի, ռուս վերլուծաբան, հա։ Ու հետաքրքիր ձևով իմ համար դա տարօրինակ էր, բայց փաստ էր, որովհետև իսկապես նայում ես դեպքերին, շատ հեշտությամբ ով ոնց ասեց, այտենց էլ գնում է, բայց աղոթքի եւ երկար մտորումների մեջ ես մի բան եմ հասկացել։ Մեր ազգի միակ ելքը եւ փրկությունը դա Տիրոջից կառչելն է։ Ազգը կորհնվի եւ կբարգավաճի, երբ որ իր հույսը դրել Աստծո վրա։ Ազգը կանիծվի եւ կդառնա հետինը եւ ստորինը, երբ որ իր հույսը Աստծոց վերցնի եւ ասի ես կարամ անեմ։ Եվ ամենավտանգավոր գիծը ազգի համար դա լինի Հայաստան, դա լինի Միացյալ Նահանգներ, դա իր հաջողության ժամանակն է։ Երբ որ հաջողության մեջ է, ասում է իմ ուժը սարեց, իմ խելքը սարեց, իմ իմաստությունը սարեց։ Եվ հենց այստեղ է տեղն է ընկնելու եզրն է դա։ Հենց մարդը այդպես մտածեց, բան եմ տալիս, որ ընկնելու է։ Իսկ Խաչատուր, մի փոքր անցնենք քո ապագա ծրագրերի մեջ, ինչ նորություններ կա, որ մտածել ես կամ պատրաստվում ես անել ծրագրերից հետ, եթե կցանկանաս ներկայացնել։ Շատ կուզենայի մինչև մայիս Լոս Անջելեսի մեջ ծրագրերից մեկը սա է, որ անձնական հոգևոր համերգ ունենամ, որովհետև շատ սովորաբար ես այսպես եմ եղել, նոր երգեր երբ որ եղել են, հավաքվել են, մարդիկ լսել են, սիրել են եւ տարին մեկ անգամ, երկու անգամ համերգի տեսքով ներկայացրել եմ այդ երգերը, որովհետև ուրիշ բանա YouTube-ով լսել, ուրիշ բանա բանից լսել, ինտերնետից լսել, բայց ուրիշ բանա live ուղիղ քեզանից այդ բանը երգերը լսել։ Ամենակարևոր պահը, որ Լոս Անջելեսի հետ կապված է մի քանի ամսից, դա այդ համերգն է։ Առաջ Աստված։ Ես առաջարկում եմ բոլոր իմ հետևողներին, մանավանդ նրանք, ովքեր բիզնես աշխարհում են, եթե հնարավորություն ունեք, միգուցե ունեք լավ դահլիճ, ռեստորան կամ մի այնպիսի լավ սրահ, որ կարող եք այս հարցի հետ
մեզ հետ կապնվել, մենք այդ ուղղությամբ կաշխատենք իրար հետ։ Այսքան տարիներ, որ հոգևոր կյանքի մեջ ես, 3 հատ կարևոր բան, որ միշտ քեզ հոգևոր դաշտում արթուն է պահի, ինչ խորհուրդ կտաս։ 3 կարևոր բան։ Ամենակարևոր 3-ից ամենակարևոր բանը, որ մեզի կարա արթուն պահի, դա Աստծո խոսքն է։ Աստծո խոսքին անվերապահորեն վստահելը, որովհետև երբեմն իրավիճակները մեզ ուրիշ բան կասեն, երբեմն մարդիկ մեզ ուրիշ բան կհամոզեն, կփորձեն համոզել եւ շատ ճշմարտացի դա կթվա մեզ, բայց միևնույնն է, երբ որ մենք ամուր բռնած ենք Աստծո խոսքը դա այն ուժն, այն զորությունն, այն լույսն է, որ մեզ չի թողի շփոթվենք։ Այն փրկության, այն օղակն է, որից երբ որ բռնվում ենք, մենք գտնում ենք փրկություն։ Գիտես, իրավիճակները, միջավայրները, ինչի համար որ այս թեման էլ որ այսօրվա մեր թեման դա էր, միջավայրները, հանդիպումները, շատ բան մարդկանց կփոխեն եւ երբեմն սատանան ինքը ես իրան համարում եմ լուսային էֆեկտների վարպետ։ Այսինքն համերգներին շատ ուժեղ լուսային էֆեկտներ կա, չէ՞։ Այո։ Շատ հետաքրքիր ու զվարճալի են դարձնում, շատ աչքին ցանկալի ու հաճելի են դարձնում այդ բեմը, չէ՞։ Դա ինչի համար, որպեսզի մարդիկ կլանվելով նայեն, չէ՞։ Ես սատանային համարում եմ լուսային էֆեկտների վարպետ, գիտես ինչի համար, որ երբեմն իրավիճակները այնքան սխալ ու թարս են ներկայացնում, որ դու սկսում ես ու գրավիչ, այո, ու դու ասում ես, բայց խի ես դրանից չօգտվեմ, բայց խի ես այս ուղղությամբ չգնամ, խի ես այսպես չմտածեմ։ Բայց Աստծո խոսքը, գիտես ինչ է անում այդ լուսային էֆեկտները, չեզոքացնում է, պարզապես այդ լուսային էֆեկտները ուղղակի չեզոքացնում է։ Ասենք համերգների ժամանակ այդ լուսային էֆեկտները երբեմն սաղ անջատում են մի հատ լույսն է թողում է, որ գցում են դերասանի վրա։ Երբեմն նկատել ես, որ երգիչների կամ բեմին գտնվողների դեմքերը կարմիր կանաչ կապույտ են։ Իրանց դեմքերը իրականում կարմիր կանաչ կապույտ չեն, բայց հենց այդ լուսային էֆեկտներն է, որ աղավաղում է իրանց իսկական գույնը, բայց ասածը հենց սպիտակ լույսը հենց գցում են դեմքին, ամեն լույսերը թեկուզ կողքից բան են, բայց այդ սպիտակ լույսը այնքան ուժեղ է, սովորաբար այդ լույսը գցում են, որպեսզի լավ նկար անեն, որպեսզի կենտրոնական անձնավորությունը լավ պարզ հանեն, չէ՞։ Դրա համար այդ լույսը գցում են, որպեսզի այդ էֆեկտների ազդեցությունը երգիչի կամ պարողի կամ բեմի վրա գտնվողի հանդես եկողի վրա չազդի։ Այ հենց այդ կենտրոնական լույսը Աստծո խոսքն է։ Եվ առաջինը ես կասեի, որ դա Աստծո խոսքն է, եւ երկրորդը դա կասեի, որ Աստծո խոսքն է, եւ երրորդն էլ կասեի, որ դա Աստծո խոսքն է, որը կարող է վերափոխել մեր կյանքը։ Շատ հաճելի էր, երկար կարանք դեռ զրուցենք։ Կարծում եմ ովքեր մեզ լսեցին, որոշ բաներ քաղեցին, եւ ես մի հատ հայտնություն, որ եկել է մի տարի ու կես առաջ, միշտ sense ասացված կա, չէ, ասողին լսող է պետք, բայց ես դրա մյուս ստայլն եմ մտածել, ասողին կատարող է պետք։ Մենք շատ բան լսում ենք։ Հիմա խոսացինք լավ թեմաներ, կարևոր հանդիպման մասին, վերջում Աստծո խոսքի մեջ մնալու մասին լսում ենք, բայց եթե չանենք, հեչ կարևոր չի լսել ենք դրա մասին։ Մի բան էլ կա կարևոր, մայիս, երբ որ ես իմ ապրած բանն եմ ասելու, ազդեցությունը շատ ավելի ուժեղ է լինելու լսողի համար։ Երբ որ ես ուղղակի որպես թեորիա, որպես ինչ-որ գեղեցիկ խոսք կասեմ, դա ազդեցություն չի թողնի մարդկանց վրա։ Սա էլ է շատ կարևոր, որ դրա համար երբ որ ես խոսում եմ, փորձում եմ իմ ապրածը, իմ զգացածը, ոչ թե որ գեղեցիկ ինչ-որ բաներ, այլ խոսեմ այն, ինչ ես անում եմ։ Եվ դա նորմալ ասածն է, որ մեզանից երբ որ սկսում ենք, ավելի ենք հաջողվում։ Այո։ Այս վերջերս մի հոգի կարծեմ հենց քարոզի ժամանակ էր վերջերս լսեցի, եթե ինչ որ սովորել ենք, դնենք կշերքի մի կողմը եւ ինչ դեռ անում ենք, շատ անգամ մեր միտքը գնում է միշտ մի բան սովորենք, բայց կարծում եմ շատ անգամ պետք է
այսպես ասած պաուզա տանք եւ ինչ սովորել ենք ուշադրությունը բերենք կատարելու վրա, այո։ որտեվ հա սովորում ես, բայց պրակտիկորեն դու հետ ես ընկնում եւ քո սովորածը չես օգտագործում, ուղղակի քո ուղեղի մեջ ամեն ինչ գիտես, բայց իրական կյանքում չես անում։ Այո։ Կիրառելը դա ամենակարևոր բանն է։ Այո։ Այլ կերպ իմանալը ոչ մի հաշվի չգիտես, օգուտ չունի։ Շատ լավ, Խաչատուր, շնորհակալ եմ հիանալի այս հարցազրույցից եւ Ամերիկայում կարծում եմ դեռ շատ գործ ունես դու անելու եւ հավատում եմ, որ Աստված մեծ ծրագրեր ունի քո հետ կապված։ Ամեն, շնորհակալ եմ Մայիս, քեզ շնորհակալ եմ այս առիթը ստեղծելու համար եւ իրոք աղոթում եմ Տիրոջը, որ քեզ պաշտպանի ու ավելի զորացնի, որպես այն գործը, որ անում ես, Աստվածահաճոյի այս գործը, որ անում ես, ավելի անես, ոչ մի բան քեզ չխանգարի եւ անխափան եթեր ունենաս միշտ։ Մի հատ հարց, որ հա մտքիս կար մոռացա հարցնեմ։ Դժվար հարց եմ տալու։ Քո ամենասիրած երգը ո՞րն է։ Քո գրած։ Դժվար է թե հարցը դժվար է, բայց ունի պատասխան իրականում։ Մի շրջան կա, որ մի երգ է սիրում, մի ուրիշ շրջան կա, որ մեկը ուրիշ երգ է սիրում, օրինակ ես մի շրջան կա, որ տարիքից, հա? Չէ, իրավիճակներից։ Ավելի իրավիճակներից, որովհետև մի շրջան կա, որ դեպի քեզ եմ տարածում ձեռքերս, այդ մի հատ երգ ունեմ դրա։ Այո, հիշեց։ Վերկացորտերին մեծ դժվարության մեջ 3 ամիս այդ երգը ինձ համար չեմ կարող խոսքերով արտահայտեմ ինչ ա եղել։ Այդ երգից այդ ապրումներից պատճառով այդ երգը ինձ համար դարձել էր մխիթարող Աստծո հոգով դա այդ երգը իմ սեփական գրած երգ է, դա բայց այդ ապրումներից ելնելով որ այդ երգը գրել եմ 3 ամիս առանց չափազանցության դա ինձի պարզապես մխիթարում ու պահում էր այդ երգը։ Երբ որ այդ շրջանը անցա, մեկ այլ ուրիշ երգ սկսեցի սիրել, օրինակ վեր է ամենից կամ միանշանակ չեմ կարող ասեմ, որ այս երգը ամենա ոչ իրավիճակներից է կապված։ Sorry, կներես եթե ես կոնկրետ պատասխան չտվեցի։ Ուղղակի հարցեր կա պայտակ մտքիս եկավ եւ սիրում եմ հարցնել։ Շատ լավ։ Խաչատուր, ելի կհանդիպենք եւ կարծում եմ ավելի խորը թեմաներից նորից կզրուցենք իրար հետ։ Շնորհակալություն, Աստված օրհնի։ Սիրելի ընկերներ, եւս մեկ հաղորդում, որ պատրաստել էի բոլոր իմ հետևողների համար, նրանք ովքեր առաջի անգամ են հետևում իմ YouTube-յան ալիքին, անպայման subscribe արեք, տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ, Աստված օրհնի բոլորիդ։ Ստեսություն։